Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը իրենց իրարամերժ գործողություններով, նրանք կարելի ասել ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի եւ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիները ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, մեր սահմաններում, ուղղակի զբաղեցրեցին մեր ռազմավարական կարևոր կետերը եւ դրանք այսօր հիմա հիմք են հանդիսանում, որպեսզի բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումը եւ նաեւ Արցախի հայաթափումը կանխելու համար, ոչ միայն նրանով, որ իրենք Արցախը արդեն ճանաչել էին Պրագայում Ադրբեջանի կազմում որպես տարածքային ամբողջականություն, այլ նաև իրենց կրավորական կեցվածքով, նաև իրենց խոսույթով, որ Արցախի խաղաղ բնակչությանը ոչ մի սպառնալիք չկա, չնայած նրան, որ Ադրբեջանը ճակերտներով ասած հակաահաբեկչական գործողություններով նաև ուղղակի ազդում էր խաղաղ բնակչությանը, ուղղակի նաև կորուստներ են ունեցել խաղաղ բնակչության կազմում։ Այսօր մենք ունենք հետևյալը, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ միասնական երիտասարդ եւ զարգացող մարմինը ուղղակի անդամահատված է եւ հաշմված վիճակում, որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաների, ինչ որ քայլերի միջոցով փորձենք մենք լրացնենք ամեն ինչ եւ փորձենք մարմնի մի մասը այսպես վերակազմավորենք, բայց այնուամենայնիվ այդ մարմինը մնում է հաշմված, ես նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի նախկին ամբողջական ինտեգրված իրականությունը։ Այլ բան է հայրենիքի համար անդամահատում ունենալ, հաշմված լինել, դա նույնիսկ պատիվ է, բայց այլ բան է, երբ որ այդ հաշմվածությունը իր ազդեցությունն է ունենում ուղեղի ուրեմն գաղափարապես, հոգեպես հաշմված լինելու։ Դա ինչու եմ ես դա ասում, որովհետև մեր իրականությունը թույլ է տալիս ասելու, որ մենք այսօր գործ ունենք հենց հաշմված տրամաբանությամբ իշխանությունների, որոնք որ բերել են մեր երկրի, մեր ընդհանուր մարմնի շարունակական անկման, նսեմացման վիճակի։ Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր ժողովրդի գիտակից մասը, կարելի ասել նաև ժողովրդի մեծ մասը այս ամենը գիտակցում է եւ սրա դեմը պետք է առնել, որովհետեւ թույլ չտալով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականի նորից վերարտադրվի եւ նաև տանի մեր երկրի շարունակական անկման, սա նաև ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է։